Հայտնություն, դե հայրեն հայտնություն բառը ինքն իրան արդեն հայտնում է, հա, ինքն իրան հասկանալի է, ռուսերեն откровение, էլի, հասկանալի, հունարեն ապոկալիպսիս, որը էլի երկու մասից է բաղկացած, մի թաքնված բանը բացել, ապոկալիպսիս, թաքնված բանը վերհանել, բացել, ոնց որ ծածկոցը վրից վերցնել, այդ իմաստն է։ Հայտնությունը մյուս բոլոր աստվածաշնչի գրքերից բավականին տարբերություն ունի։ Ասում է մարգարեական գիրք, այո, բայց բացի մարգարեականը, աստվածաշնչի բոլոր գրքերի համար գրված է, Սուրբ Հոգուց ներգործված գրեցին, Սուրբ Հոգուց ներգործվելով գրեցին, օրինակ Պողոսը նամակ էր գրում Կորինթացիներին, Սուրբ Հոգի ներսից ներգործում էր, ինքը գրում էր։ Շնայց ինքը կարծում չգիտեր, որ այդ իր գրածը հետո պիտի դառնա աստվածաշնչի գրքերից մեկը։ Սուրբ Հոգով ներշնչված գրում էր։ Բայց հայտնությունը Հովհաննեսը, նախ ասեմ, Հովհաննեսը Հիսուսի աշակերտ Հովհաննեսն էր։ Հովհաննեսը տեսիլքով էր տեսնում։ Նա ոչ թե միայն ներգործում էր, նաև ներգործում էր, բայց տեսնում էր եւ ձայնը լսում էր։ Աստված ձայնով իր հետ խոսում էր եւ հանձնարարում էր այսի գրի, այսի սենց ալնելու եւ այլն։ Այսինքն հայտնությունը տեսնված է, ինքը տեսել եւ գրել է։ Այս տարբերությունը կա։ Եվ որ ասի Հովհաննեսն է գրել, իր կյանքի վերջի հատվածում 95-96 թվերին, սա արդեն ես չեմ որոշել, սա պատմաբանների տված փաստերն են, ընդեղ էլ գրած է, որ ինքը պատմոց կղզում էր, դրան կհասնենք սերտողության ժամանակ, ուրեմն հեղինակը, հայտնության հեղինակը Հիսուսն է, են մյուս գրքերը, ինչ որ ասում ենք հեղինակ, օրինակ Պողոսի թղթերի հեղինակը Պողոսն է, Մատթեոսի ավետարանի հեղինակը Մատթեոսն է, չնայած բոլորը գիտենք, որ Սուրբ Հոգուց շարժված են գրել։ Սուրբ Հոգին է իրանց միջոցով, ես ընդհանուր ասում ամբողջ աստվածաշնչի հեղինակը Սուրբ Հոգին է, բայց ստեղ կոնկրետ հեղինակը Հիսուսն է, Հովհաննեսը փոխադրողն է, Հիսուսը թելադրել է, Հովհաննեսը գրել է, հեղինակը համարում է Հիսուսը, հայտնության հեղինակ ասում են, նորից եմ ասում, Հովհաննեսի միջոցով է գրվել, բայց հեղինակը համարվում է Հիսուսը, սա այդ աստվածաբանական գրքերից եմ ես վերցրել։ Մի գրքից այսպիսի բան եմ գրել։ Գիրքը աներևույթ հոգևոր ուժերի բացահայտումն է, որոնք գործում են պատմության կուլիսներում եւ վերահսկում իրադարձություններն ու արդյունքները։ Դրանք վեր են հանում խորհրդանշական տեսիլքների միջոցով։ Եթե այդ գրքի մեջ ես չկարդայի, կուլիս բառը չէի դնի։ Կուլիս գիտեք ինչ է։ Ստեղ ասենք դուք բեմականացումներ բան տեսել եք։ Բայց են կուլիսներում, դե ստեղի կուլիսները այդքան չեն պետական բաների կուլիսներում, հիմնական են մարդիկ են, ովքեր ղեկավարում են այդ բեմականացումը, հուշում են, ընդեղից ղեկավարում են, նրանց են պատասխանատու, նրանք են այդ ամբողջ իրա դրությունները հսկում։ Հիմա, այս պատմության, բնության կուլիսները հոգևոր աշխարհն է։ Մենք ֆիզիկական գործունեություններ ենք տեսնում մարդկանց մեջ, բայց դրանց ղեկավարողը հոգևոր ուժերն են։ Մի մարդ որ չարություն է անում, իրան սատանան է դրդում։ Մի մարդ որ բարություն է անում, իրան Աստված է ուղղորդում, Աստված է դրդում։ Այսինքն հոգևոր ուժերն են մեզ ներգործում ինչ որ բաներ անելու։ Այդ հոգևոր ուժերի գործունեությունը մենք մեր աշտերով չենք տեսնում, բայց նրանք կան եւ ազդում են եւ գործում են։ Դրա համար ես մի դիրք գրողը ասում էր կուլիսներում, բայց նրանք են ղեկավարում, մեզ ղեկավարում են հոգևոր ուժերը։ Շնորհակալ եմ, որ Աստված մեզ սատանայի իշխանությունից իր սիրելի որդու թագավորությանը փոխադրեց։ Կողոսացիս 1:11։ Աստված մեզ փոխադրեց, 11:13, լավ չեմ հիշում։ Մեզ փոխադրել է մի ժամանակ մեր վրա ազդում էր Եփեսացիների 2-րդ գլխում է գրված ապստամբության ոգին, չարության ոգին, բայց այսօր Սուրբ Հոգին է մեր մեջ ներգործում։ Սրա համար մի շնորհակալությունը քիչ է, ամբողջ կյանքում մենք պետք է գոհանանք Աստծուց, որ այսօրվա մեր վրա ներգործողը բարի Հոգին է,
բարի Աստծո հրեշտակներն են մեր շուրջը, ոչ թե սատանայի հրեշտակները։ Շարունակեմ ես միտքը։ Գիրքը մարգարեական է, որտեղ ներկան եւ գալիքը ներկայացում են Աստծո տեսանկյունից։ Աստծո տեսանկյունից հասկանում եք։ Այն, որ Աստված տեսնում է, մենք չենք տեսնում։ Մենք ինչ-որ մի գործողություն տեսնում ենք, բայց դրա արմատը կարող է չիմանանք, բայց Աստված գիտի այդ գործողությունը ինչի է կատարում։ Այս մարդը ինչի, ինչ ասեմ, փրշտաց։ Կներեք, որ այս օրինակն եմ ասում։ Ինչի այս մարդը այս բանն արեց։ Մենք դրդապատճառ հաճախ չգիտենք, Աստված գիտի։ Ինձ Աստված բոլորիս սրտերը տեսնում է։ Բոլորիս մտքերը գիտի։ Գիտի որտեղից ես եկել։ Գիտի մինչև այստեղ գալդ ինչ ես հանդիպել։ Վիճել ես կամ չես վիճել, օրհնվել ես կամ չես օրհնվել ես, աղոտ կարել ես, թե չէ, հաստ ելել ես, թե չէ, Աստված լրիվ գիտի։ Եվ քո բոլոր տեսակի շարժառիթները Աստված գիտի։ Եվ ստեղ Աստված արդեն ներկայացնում է իր տեսանկյունը։ Շարունակենք, սա ոչ թե ընդհանրապես պարզ մարգարեություն է, այլ հոգևոր սկզբունքներ, որոնցով պիտի պատրաստվենք։ Այս էլ է կարևոր։ Ես չգիտեմ դուք ինչքան եք մարգարեություն լսել, ես մեր վերջի տարիներին քիչ է մարգարեություն լսում, բայց Փառքաստունը բոլորին որ լնում է, Փառքաստուն մարգարեական հոգի ունեցողներին, ես իմ ժամանակին շատ եմ մարգարեություն լսել։ Հիմա որ ասեմ հիշում եմ համարյա բոլորը մոռացել եմ։ Բայց այս մարգարեություն իրավունք չունեմ մոռանալու։ Այս մարգարեությունը ոչ թե ընդհանրեն ինձ մի քիչ հորդորանք է եղել, որտեղ գրված է մարգարեությունը հորդորանք, շինություն, սփոփանք է տալի։ Այս մարգարեությունը սկզբունքներ է դնում մեր առջև։ Եվ մի կարևոր հայտարարություն ասեմ։ Հայտնության գիրքը եթեներով չի։ Ուրիշ շատ տեղեր եթեներով, եթե ես անես, ես կլինի, ես անես, ես կլինի, բայց հայտնության գիրքը պարզ, սա պիտի լինի եւ վերջ, առանց եթեների։ Աստված հայտնում է արդեն այն ինչ որ ինքը ծրագրել է։ Դու ինչ կլինես, ոնց կլինես, քեզանից չի կախված։ Սա Աստծո մեծագույն ծրագիրն ամբողջ աշխարհի հետ կապված։ Դու արդեն պարզապես այս նոր առաջի երգը որ երգեցինք։ Ես էլ պիտի միանամ այդ խմբին, ճիշտ ասած, ուր է Արսենը։ Արսեն ջան, դու որպես երգող ասեմ, ես այս երգը սկզբից սովորել եմ արևմտահայերենով, այդ թարգմանիչը, ինչ ավելի լավ էր թարգման այդ մասը։ Ոչ թե պիտի միանամ, այլ ասում ես այդ խմբի մեջ եմ լինելու։ Ոչ թե այդ խումբը պիտի կազմավորվի նոր հետո ես այդ միանամ, այլ սկզբից էլ այդ խմբի մեջ եմ լինելու։ Ես էլ պիտի լինեմ այդ խմբի մեջ։ Վերջը, կարևորն է, որ մենք լինենք այդ խմբի մեջ։ Լինենք այդ խմբի մեջ։ Մի քիչ էլ այս ընդհանուր բաների մասին կարդամ, ասեմ, գրքի մեջ երկինքն ու երկիրը խառնվում են իրար, երևում է հրեշտակների շարժը, կան շատ խորհրդապատկերներ, գործածում են շատ թվեր, հատկապես 7-ը, որպես կատարելություն։ Այս 7-ի մասին մի քիչ հետո նորից կխոսեմ։ Դե հիմա սկսենք կարդալ։ Առաջի երկու համարը, հա։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց իր ծառաներին ցույց տալու ինչ որ շուտով պիտի լինի, եւ իր հրեշտակի ձեռքով ուղարկելով իր Հովհաննես ծառային իմացրեց։ Եվ Աստված ինչ ուզեց ցույց տա, ինչ որ շուտով պիտի լինի։ Կրկնում եմ, ինչև այդ Աստվածաշնչի շատ գրքեր, օրինակ սկզբից օրենքի գրքերը, Աստված իր կամքն է ներկայացնում եւ ասում է թե ձեր առջև դրեցի կյանքը եւ մահը։ Իմ օրենքները վերցնեք, կյանք կունենաք, իմ օրենքներին հակառակ կանգնեք, մահ կունենաք եւ այլն։ Բայց այստեղ արդեն Աստված ասում է, ինչ պիտի լինի։ Կարծում եմ բոլոր մարդկանց այն ամենամեծ հետաքրքրությունն է սա, թե ինչ պիտի լինի։ Չէ՞, բոլորի շատ մարդուն հետաքրքրում ինչ պիտի լինի։ Դե Աստված էլ ասում է ինչ պիտի լինի։ Բայց ոչ թե կոնկրետ միայն քո հետ, այլ ամբողջ աշխարհի հետ։ Իր Հովհաննես ծառային իմացրեց, որ Աստծո խոսքի վկայությունը արեց ու Հիսուս Քրիստոսի վկայությունը ինչ որ տեսավ։ Ուրեմն էս էլ ինչ որ տեսավ, այդ վկայությունն արեց։ Երրորդ համարից. Երանի նրան, որ կկարդա ու նրանց, որ կլսեն այս մարգարեության խոսքերը եւ կպահեն ինչ որ նրա մեջ գրված է, որտեղ ժամանակը մոտ է։ Դե
մինչև այս Երանին մենք Սուրբ գրքի մեջ բավականին Երանիներ տեսել ենք։ Կամ մարդկանց մեջ Երանի բառը հայերեն բառը մենք լավ գիտենք։ Բայց այստեղ այս Երանի մասին ուզում եմ երկու բառ ասել։ Եթե մի բանին Աստված ասում է Երանի, այս Երանի արժեքը ուրիշ է։ Օրինակ, ես լսել եմ, մեկը էշին ասում էր Երանի, մի հատ բեմականացում կար, ծտերին էին ասում Երանի, ոմանք հարուստներին են ասում Երանի, դուք էլ լսած կլնեք, հարուստներին ասում են երնեք չես, երնեք քո տիրոջը, երնեք եւ այլ։ Բայց հարուստի ասած Երանի ժամանակավոր է։ Մի օր այդ հարուստը որ ընկնի, էլ չես ասի Երանի, այլ կասես ինչ լավ էր, որ ես իր տեղը չէի։ Այսինքն այդ Երանին վերացավ։ Բայց այս Երանի, որ Աստված ասում է, ես հենց եմ հասկացել, ով էս Երանին ունենա, նա երբեք չի փոշմանի։ Նա միշտ ասելու է, ինչ լավ էր, որ ես այստեղ էի։ Ինչ լավ էր, որ ես էսի արեցի։ Ինչ լավ էր, որ ես էսի ունեցա։ Ամբողջ հավիտենության մեջ ես Երանին լինելու եմ մեր հետ։ Ուզում ասեմ, Աստծո ասած Երանին ուրիշ արժեք ունի։ Աստծո ասած Երանին անցողիկ չի։ Աստծո ասած Երանին իսկապես Երանի է։ Եվ ես չեմ հատուկ ուշադրություն դարձրել, այդ աստվածաբանները հաշվել են, արդեն ասում են, հայտնության մեջ 7 տեղը գրած Երանի, էսի առաջինն է։ Հələ ինչև վերջ 7 հատին կհասնենք։ Կարամ համարները ասեմ, պարտադիր չիմ ասեմ։ Եվ Երանի ում է ասում։ Հենց չի ասում, Երանի քեզ որտեղ նստած ես։ Չէ։ Երեք բան իրար հետ կապված։ Երանի նրանց, որ կկարդան, ով որ չի կարդում, թող սրանից մի հատ խրատ վերցնի։ Եկեք այս Աստծո ասած Երանից չզրկվեք ժողովուրդ։ Երանի նրանց, որ կկարդան, մյուսը, Երանի նրանց, որ կլսեն, եթե չես կարդում, գոնե լսի։ Եթե չես կարող կարդալ, ով որ կարող է կարդալ, ճիշտ կարդալ։ Գոնե լսի։ Դե այս խոսքերը միայն հիմիկվա համար չեն, սրանից ասենք 1000 տարի առաջ բոլորը գրադիետ չէին։ Մարդիկ կային գրադիետ չէին, բայց գոնե կարող էին գրադիետների կարդացածը լսել։ Այդ եկեղեցիները դրա համար են կառուցել, որ քահանաները սովորեցնեն։ Բայց ամենակարևորը կլսեն եւ կպահեն ինչ որ սրա մեջ գրված է։ Այ կարևորը է սա, որ այդ կարդացածը լսածը պահեն, անեն։ Հակոբոսի թղթի առաջի գլխի 21-22 համարները, որ ասում է հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող ձեր հոգիները փրկել, բայց խոսքը կատարող եղեք եւ ոչ թե միայն լսելով, ձեր անձերը խաբելով։ Եթե միայն լսես ու չկատարես, դու չես խաբող կլինես։ Ժողովուրդ, ամենածանր բանը հենց այդ ալնելու, որ մենք այդ հավիտենական կյանքի գործի մեջ մենք մեզ խաբող ենք։ Ուրեմն, կարևորն է սա, այս խոսքերը կատարենք։ Ամեն։ Եվ մի հատ արտահայտություն էլ, որտեղ ժամանակը մոտ է։ Այս ժամանակը մոտ է արտահայտությանը մի քանի տեսանկյունից կարող ենք նայել։ Մարդը կարա դրական նայ, մարդը կարա բացասական նայ։ Օրինակ, ոմանք ասում են, դեսի որ գրվել է սրանից 2000 տարի առաջ, այն ժամանակ որ ասել ժամանակը մոտ է, մինչև հիմա հələ չի եկե, ուրեմն այդքան էլ մոտ չէ, էլի, այդքան վստահ չեն ասում։ Բայց ես ավելի շատ այս խոսքին եմ հավատում, քան թե այդ բոլոր տեսակի վերլուծություններին։ Եվ որ մի քիչ լավ մտածենք, այն ժամանակ որ տրված է մեզ երկրի վրա տրված է 70, 80, 90, ոմանք էսիմ բոնուսով 100 տարի կարող ապրել։ Շատ քիչ է պատրաստվելու համար։ Իսկապես ժամանակը մոտ է։ Բայց նաև Հիսուսի ասած նշաններից հասկանում ենք, որ իրապես ժամանակը մոտ է։ Այսինքն այս խոսքերը ամենաշատ այսօր մեզ են վերաբերում։ Մեզանից 1000 տարի առաջվա մարդուն վերաբերում էին, որ եթե Հիսուսի գալուցն էլ մոտ չի, իմ գնալն է մոտ։ Իմ պատրաստվելու ժամանակն է քիչ, ժամանակը մոտ է։ Ժողովուրդ, եկեք ընդունենք, որ Աստված մեզ ինչքան ժամանակ որ տվել է, մենք այդ ժամանակը վատնելու իրավունք չունենք։
Աստված հաշվարկված է տվել այդ ժամանակ։ Աստված նենց է տվել, որ մենք հազվել հասցնենք։ Ամեն ասում եք սրա։ Եթե այսքանը վերաբերյալ բան ունեք, ծառայողներ, համեցեք ասեք։ Եթե չկա, շարունակենք։ 4-րդ համարը։ Բայց 4, 5, 6 համարները միասին են, արանքը վերջակետ չկա։ Բերեք միասին կարդամ 4, 5, 6 համարները։ Հետո նախադասություն նայենք։ Հովհաննեսից 7 եկեղեցիներին, որոնք Ասիայի մեջ են, շնորհք եւ խաղաղություն ձեզի, նրանից որ է եւ որ էր եւ որ պիտի գա ու 7 հոգիներից, որոնք նրա աթոռի առջև են, եւ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, որ մեռելներից հարություն առնողների անդրանիկն է ու երկրի թագավորների իշխանը, նրան, որ մեզ սիրեց ու մեզ իր արյունով մեր մեղքերից լվաց, եւ մեզ թագավորներ ու քահանաներ արեց Աստծուն ու իր հոր մոտ, նրան փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Քան որ վերջակետ չկա, դրա համար լրիվ կարդացի, բայց ես նախադասություն ուզում եմ կարդամ սրանց, ուզում եմ բացատրական բան ասեմ։ Հովհաննեսից 7 եկեղեցիներին, որոնք Ասիայի մեջ են։ Դե ես մի քիչ հետո այսօր կարող չհասցնենք, բայց եկեղեցիների անուններն էլ տալի, հիմա այդ անուններով քաղաքները կան եւ այլն։ Այսօր մենք տեսնում ենք, գիտենք, որ եկեղեցիները շատ են, հենց Հրազդանում Եհովայի վկաբան այդ մոլորություններին չհաշված, Աստծուն դավանող 11 եկեղեցի կա։ Հələ իմ ճանաչած, կարող մի քանի էլ կան, ես չգիտեմ։ Այսինքն, եթե ընդամենը 7 եկեղեցի ուներ, մենք դուրս մնացած կլինեինք։ Իսկ աշխարհում 7 չէ, հազարավոր եկեղեցիներ կան։ Ոնց հասկանանք, հիմա ուզում եմ իմ հասկացածը ասեմ։ Հա, այստեղ ես իմ բանը պիտի բացատրեի, հենց սկզբից մոռացա ասեմ, հիմա ասեմ։ Ժողովուրդ, հայտնությունը մի բան, որ վերաբերում է գալիքին, բաներ կարող է ասնել, այսինքն Հովհաննեսը տեսիլ քո բաներ կարող է տեսած լինի, որ մեր միտքը չկարողանա ընկալել։ Հոգևոր աշխարհը մեր մտքի համար շատ մեծ է, շատ բարդ է։ Մենք ճանաչում ենք ընդհանրապես մեր տեսած այս աշխարհը, բայց հոգևոր աշխարհում մենք այնպիսի բաներ կան, մեր միտքը հասուչի է հասկանալու։ Ընդունում եք սա, թե չէ։ Հասուչի, որտեղ մենք չենք տեսել նման բաներ, չենք զգացել։ Ասում են, որ աշ չի տեսել, սրտի մեջ չի ինջել եւ ինչ վերջը, ականջ չի լսել, դրանց ենք մենք ռաստ գալու։ Նենց որ բաներ կան մեր համար այդքան հասկանալի չեն, դրա համար հայտնության գիրքը հասկանալը այդքան հեշտ չի, պարզաբանել այդքան հեշտ չի։ Երկու բան միշտ մեր աչքի առջև ունենք։ Մեկը միայն Սուրբ Հոգին որ բացի, այդ դեպքում կարող ենք հասկանալ, եւ երկրորդն էլ, ինչ որ հասկանում ենք, ինչ որ կարողանում ենք ասել, մի հատ լուսամուտ թողենք։ Այսինքն հնարավոր է իմ ասածը ամբողջը չի։ Հնարավոր է իմ բացատրածը նույնիսկ ճիշտ չլինի, բայց ոչ թե դիտմամբ եմ սխալ ասում։ Այսօրվա դրությամբ այդքան եմ հասկանում, մի օր կարող Սուրբ Հոգին բացի տնենք լրիվ ուրիշ բան է։ Այստեղ մի հատ պատմություն կա, էլի պատմել եմ շատ անգամ, մի հատ էլ կրկնեմ, որ կույրերը ասում են, ուզում ենք իմանանք այդ փիղը ոնց է, փիղը։ Եվ մի հատ տեսնող մարդ 3 կույրի տանում է, հասնում այդտեղ ասում է փիղը ձեր առջևում է։ Դե մոտեցեք դե կույրը շոշափելով, չէ՞ պիտի։ Այդ մեկը ոտին է։ Գտնում sense շոշափը իր համար ինչ է, ստոլբա, սյուն։ Ասում է փիղը սյուն է։ Այդ մեկը այդ մտնում է փորի տակ, շոշափում ասում է փիղը տանիք է։ Այդ մեկը կնճիթին է բռնում, ասում է փիղը շլանգ է։ Հիմա իրեքն էլ ճիշտ են ասում, ով ինչ շոշափեց են ասում։ Բայց իրականում փիղը ոչ շլանգ է, ոչ վերջը։ Փիղը այս իրեկի, այս շոշափածների, այս իրեկի արտահայտվածներին գումարած ես իմ ինչքան բան, նոր կլինի փիղ։ Այսքանը, ես մի աստվածաբանի գրքից եմ կարդացել։ Հիմա ամեն մի աստվածաշնչի համարը մեր համար կարող է փղիսել մեծ լինի։
Հնարավոր է այսօր ես դրա մի մասնիկն եմ հասկացել, ներկայացնում, բայց հնարավոր է այդ համարի մեջ Աստված այնքան շատ բան ունենա մեզ ասելու, որ ես իմ հասկացածը դրա մի փոքր մասնիկը լինի։ Նույնիսկ արտաքինիստի նման չլինի։ Փիղը եւ տանիքը ոչ մի կապ չունեն իր հետ։ Բայց ես մարդը տանիքը հասկանում։ Կարող է իմ ասածը շատ փոքր մասը լինի, նույնիսկ չհիշատակվել, եթե Աստված լրիվ բացի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար ես ինչ որ ասում եմ, վերապահում եմ ասում։ Մի հատ լուսամուտ եմ թողում։ Մի օր կարող Աստված նոր ձևով բացանի։ Բայց այսօր ինչպես որ հասկանում, ինչքան որ հասկանում եմ, ես համարձակում այդքան ասեմ, որովհետև սրտանց չեմ ուզում սխալ բան ասել։ Սրտանց ուզում եմ ամեն բան ասեմ, այն ինչ որ Աստծուց ստացել եմ կամ ինչ որ հասկացել եմ։ Դե հիմա այս 7-երի համար ասեմ, ինչ եմ հասկացել։ 7 եկեղեցիների, դե արդեն 7-ին շատ ենք հանդիպելու։ Մանավանդ հայտնության գրքի մեջ 7-ին շատ ենք հանդիպելու։ Դուք գիտեք, չէ՞ տոկոսը ինչ բան է։ Տոկոս։ Եվ տոկոսը ինչի համար են գործածում։ Հիմա ես արդեն որպես մաթեմատիկայի մասնագետ տոկոս բացատրեմ ձեզ։ Հիմա Հայաստանում ինչքան, ասենք, այլ ազգ կա։ Օրինակ եմ ասում։ Ինչքան այլ ազգ կա։ Որպեսզի չասեն Հայաստանի բնակչությունը այսքանը հայերեն, այսքան այլ ազգ, մի հատ տոկոս անունով բան են հորինել։ 100-ից քանիսն են հայ, քանիսն այլ ազգ։ Օրինակ, 100-ից 95-ը հայ են, 5-ը այլ ազգ։ Ես այս օրինակ եմ ասում, միգուցե չի բռնում այդ իրական թվերին, լավ, բերեք 98-ը հայ ասեն։ Այսինքն, որ ասում են 98%-ը հայ են, նշանակում է 100 մարդու վերցնես, 100-ից 98-ը հայ է, 2-ը այլ ազգ։ Կամ 2%-ը, որ ասում են, տոկոսը նշանակում է 100-ից այդքանը։ Ինչքանն են, ասենք տղամարդ, ասենք 40%-ը, նշանակում ամեն 100-ից 40-ը տղամարդ են։ Ինչքան են երեխա, ասենք 20%-ը, ուրեմն ամեն 100-ից 20, ուրեմն 1000-ից 200, 10,000-ից 2000, 100,000-ից 20,000, հասկանում եք, չէ՞։ Այսինքն այս տոկոսը լրիվ պատկերը ցույց է տալի։ Հիմա մարդկությունը 100-ն է վերցրել, Աստված 7 թիվն է վերցրել։ Աստված 7-ն է գործածում։ Աստծո համար այն, ինչ ասեմ, Աստված արդեն տոկոս չի ասում, բայց 7 թիվն է գործածում։ Օրինակ, 7 եկեղեցիներ, ես դու կանցնենք մենք, այս 7 եկեղեցիներից 3-ը եւ դրական բաներ ունեին եւ հանդիմանության տեղ ունեին, 2-ը լրիվ լավ էին, ոչ մի հանդիմանության տեղ չունեին, 2-ն էլ լավ, շատ վատ վիճակի մեջ էին, լավ տեղ չունեին։ Հիմա ստերից հասկանում ենք, 7-ից 3-ը, ոնց ասեմ, 2-ն էլ ունեին, չէ՞, ուրեմն 70-ից 30-ը, 700-ից 300-ը, 7000 եկեղեցիներից 3000 եկեղեցին լավ էլ վատ էլ կողմեր կունենա, կամ 2-ն էին դրական, 70-ից 7-ից 2-ը, 70-ից 20-ը, 700-ից 200-ը, հասկացաք արդեն։ Այսինքն, այդ տոկոսի նման 7-ը համարում է այդ կատարելությունը, 7-ից ինչքանն են լավ, ինչքան են վատ, 7-ից ինչքան ինչպիսին են, 7-ից ինչքանի հետ Աստված ինչ խոսք ունի, այսպես ենք ընկալում։ Այս դեպքում արդեն հասկանում ենք, մենք մտնում ենք դրանց մեջ։ Դե որ 7-ից այդքան, ուրեմն 7000-ից էլ այսքան, 7 միլիոնից էլ այսքան։ Դե ուրեմն այդ 7 եկեղեցիներին Աստված ինչ ասում է, մենք բոլորս ընդունում ենք, որ դա մեզ է վերաբերում։ Արդեն հասկացաք։ Մենք չմտածենք, էլի Աստված ընդամենը 7 եկեղեցու հետ գործ ունի, մնացած եկեղեցիները ասում պետք են, չէ։ Այս 7-ը նշանակում է այդ կատարելության թիվը։ Աստվածաբանները կատարելության թիվ են ասում։ Ոմանք էլ կույս թիվ են ասում, թե ինչի Աստված վերցրել 7-ը, որտեղ 1-ից 10 թվերի 7-ից բացի են բոլորը բաժանպատկումով, բաժանումով իրար հետ կապ ունեն։ 7-ը ոչ մեկի հետ կապ չունի, չի խառնում։ Այն ձեռնը որ չի օգնում, էլի։ Դե հիմա շարունակեմ ստեղ։ Կներեք։
7 եկեղեցիներին, որոնք Ասիա մեջ են, շնորհք եւ խաղաղություն ձեզի, ես շնորհք խաղաղությունը բոլոր թղթերի մեջ կար շատ ենք խոսել, նրանից որ է եւ որ էր եւ որ պիտի գա։ Սա միայն Աստծուն մասին կարելի ասել, որ ռուսերեն ասում է «Byl, есть и грядет». Այսինքն միայն Աստված է, որ կար, կա եւ պիտի գա։ Ուրիշ ոչ մի էակ այս հատկություններին չի կարող բավարարել։ Ուրեմն 7 եկեղեցիներին նրանից, այսինքն Աստծուց եւ մեկ էլ 7 հոգիներից, որոնք նրա աթոռի առջև են։ 7 հոգիներից։ Այս 7 հոգիների մասին ուզում եմ մի քանի բաներ ասեմ, այսինքն մի քանի համար եմ դուրս բերել Աստվածաշնչի ուրիշ տեղերից։ Զաքարիայի մարգարեության 4 գլխի 10 համարում այս հոգիների մասին գրված է, այդ հոգիներին համարում է աչքեր։ 7 տիրոջ աչքերն են, որ երկրի մեջ կպտտեն։ Այս հայտնության 5-ի 6-ում գրված է, տիրոջ 7 աչքերը, որ բոլոր երկիրը կուղարկվեն։ Այնտեղ ասում է Ղամբարի մեջ sense բաներին, որ բոկված կրակեին տիրոջ 7 հոգիները։ Եվ ասում են 7 հոգիները 7 աչքերն էին, որ երկիրը կուղարկվեն։ Ստեմ երկու բան ասեմ, նոր մի տեղ եմ պատրաստել։ Տիրոջ հոգիներին ստեղ համարում է տիրոջ աչքեր։ Իրականում հոգիը աշկը աշկ։ Բայց եկեք ընդունենք, որ մեր աչքերը մեր հոգու արտահայտությունն են։ Գիտեք, չէ՞, շատերը աչքերից ջոկում են, այս մարդու հոգին մաքուր է, թե մաքուր չի։ Աչքից մարդու ներքնաշխարհը ինչ որտեղ, այսինքն հոգու հետ ամենակապ ունեցողը աշկն է։ Ես մի հատ օրինակով ուզում էսի իմ հասկացածը ասեմ։ Տիրոջ աչքերն են, որ ուղարկում են ամբողջ աշխարհը։ Պտտում են ամբողջ աշխարհը եւ քննում են։ Ձեզնից ով է հեռադիտակով բան նայել։ Ես նայել եմ։ Ուրեմն կիլոմետրերով հեռու եղած բանը բերեմ այսպես դեմդ։ Մանրամասն կարող ես տեսնել ինչա կատարվում։ Այդ ովքեր որտեղ կան, քեզ չեն կարող չտեսնեն էլ։ Դու շատ հեռու ես իրանցից։ Նա ծառի հետևում, բայց հեռադիտակը նրանց բերում է քո աչքի առաջ։ Այս Աստծո աչքերը մեր ամբողջ էությունը բերում են Աստծո աչքի առաջ։ Այս Աստծո աչքերը, այսինքն Աստծո հոգու շնորհիվ, Աստծո հոգու միջոցով մենք միշտ Աստծո աչքի առջև ենք։ Միշտ նրանք մեզ տեսնում են, միշտ նրանք մեր բոլոր տվյալները հաղորդում են Հորը, Աստված ամեն բան գիտի շնորհիվ այն աչքերի, որ իր հոգիներն են, 7 հոգիները։ Եվ մեկ էլ ինչի է 7 հոգիներ, կամ այդ 7 հոգիներին ոնց անվանենք, ուրեմն Եսայի մարգարեության 11 գլխի 2-րդ համարում այսպիսի բան է գրված։ Նրա վրա Հիսուսի մասին է պիտի հանգչի 7 հոգի է գրված. Տիրոջ հոգին, իմաստության հոգին, հանճարի հոգին, խորհրդի հոգին, զորության հոգին, գիտության հոգին, Աստծո վախի հոգին։ Այսինքն սրանք հոգու են ճյուղեր ասեմ, թե հատկություններն են, որոնցով մարդը կարող է լցվի։ Հիսուսը 7 հոգով էլ լցված էր։ Մեզանից շատերը կարող են 7-ով էլ գրած, հա։ Մեզանից ոմանք կարող է, ոմանք օրինակ տիրոջ հոգին, տիրող, ոմանք ընդամենը միայն տիրելու հատկություն ունենան։ Բայց աստվածային ձևով էլի ոչ թե բաց ձևով։ Ոմանք նաև իմաստության հատկությունով լցված են։ Ոմանք գիտության, ոմանք խորհրդի, վերջ այդ 7-ն էլ։ Հասկանում եք, արդեն ստեղ երևում է այդ հոգիները իմաստ ունի, էլի, ասենք 7 հենց 7 թիվը չի ասում։ Յուրաքանչյուրը իր անունն ունի, յուրաքանչյուրը իր իմաստ ունի, յուրաքանչյուրը իր ներգործությունն ունի, յուրաքանչյուրը իր գործունեությունը ունի, եւ յուրաքանչյուրը իր արդյունքն ունի, յուրաքանչյուրը իր բանակը ունի։ Եթե ես մասին բան ունեք ասելու եղբայրներ, համեցեք։ Շարունակենք, շարունակություն կա։ Հա, 7
հոգիներից, որոնք նրա աթոռը առջև են։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, Հիսուս Քրիստոս հավատարիմ վկան։ Դե, երկրի ապրած բոլոր մարդկանցից ամենահավատարիմը հորը Հիսուսը մնաց։ Իր հավատարմությամբ մենք կարող ենք լինել հավատարիմ։ Իր հնազանդությունով մենք դարձանք հնազանդ։ Բայց դրա վրա այդքան չեմ ուզում կանգ առնեմ հաջորդին, որ ասում է մեռելներից հարություն առնողների անդրանիկն է։ Մեռելներից հարություն առնողների անդրանիկն է։ Մինչև Հիսուսի մահը եւ հարությունը էլի մեռելներից հարություն առնողներ եղան։ Քանի մարդու Հիսուսը հարություն տվեց։ 5 տականում էլ եղել են դեպքեր։ Բայց այդ հարություն առած մարդիկ նորից մեռել են։ Օրինակ Ղազարոսը հիմա հաստատ երկրի վրա չկա, որին Հիսուսը հարություն տվեց։ Բայց Հիսուսի հարությունը արդեն հավասար չէր այդ հարություններին։ Հիսուսը մահվանը հաղթելով հարություն առավ։ Հիսուսի վրա էլ մահը իշխանություն չունի։ Ղազարոսին օրինակ եմ բերում, մենակ Ղազարոսը չէր եւ այլն։ Ղազարոսը, որ հարություն առավ, մի քանի տարի հետո էլի մահը նրան բռնեց տարավ, բայց Հիսուսին այլևս մահը իշխանություն չուներ։ Հեսա քիչ հետո կհասնենք, այսօր չէ, ուրիշ օր կհասնենք։ Հիսուսն ասեց. «Իմ ձեռքին են մահվան եւ դժոխքի բանալիները»։ Ոչ մի մարդ չկարողացավ մահից բանալի վերցնել, բայց Հիսուսը վերցրեց։ Հիսուսի հարությունն իսկական հարությունն է, որը հաղթած, որը էլ այդ հարությունը իր ձեռից չի գնալու, էլ ինքը նորից չի մեռնելու, էլ վերջ մահը իր վրա իշխանություն չունի։ Եվ ի ուրախություն մեզ բոլորիս, առաջ Կորինթացին 15 գլխում գրված է, որ մի օր մենք էլ պետք է այդ նույն հարությունը ունենանք։ Մենք էլ ենք այդ նույն հարության մեջ մտնելու։ Իհարկե Հիսուսի շնորհիվ։ Հիսուսի շնորհիվ, բայց երբ որ մենք հանձնվում ենք իրան, մենք դառնում ենք իրանը, մենք այդ հարությանը սպասում ենք։ Այդ հարությունը դեռ չի եկել։ Սպասում ենք դրան։ Այն հափշտակության որ ասում ենք հենց էդի է։ Առաջ Թեսաղոնիկեցիների 4 գլխի մեջ, որ նախ ննջեցյալները հարություն պիտի առնեն, մենք էլ որ ողջ ենք մնացել, պիտի փոխվենք, միանանք իրանց հետ եւ օթերի մեջ դիմավորենք Քրիստոսին։ Մենք այդ օրվանը սպասում ենք։ Բայց մեր համար դեռ չէ եկել, իսկ Հիսուսը առաջինը մտավ այդ հարության մեջ։ Դրա համար ասում է, մեռելներից հարություն առնողների անդրանիկն է։ Առաջինն է։ Բանկ ասել։ Շարունակենք։ Եվ ստեղ գրված է. ու երկրի թագավորների իշխանը։ Ընդասում է վերջատետա չէ, միջատետա։ Նրան, որ մեզ սիրեց ու մեզ իր արյունով մեր մեղքերից լվաց։ Ես երկու բան գրել եմ այդ Մատթեոսի ավետարանի 28:18-ում։ Հիսուսն ասեց. ամեն իշխանություն ինձի տրվեց երկնքում ու երկրի վրա։ Սաղմոս 80:27-37 նա երկրի թագավորներից բարձր պիտի լինի։ 19 գլխի 16 համարը նրա ազդրի վրա գրված էր. տերերի տեր եւ թագավորների թագավոր։ Հիմա այսքան ասեցի մի տեսանկյուն եմ ուզում։ Տեսանկյունը հասկանում եք, չի ինչ է։ Ասենք մի մտածելակերպ էս ուղղությամբ։ Հիմա որ ասեմ ձեր մեջ թագավոր տեսած կա, ձեզ ով է թագավոր տեսել։ Դե բոլորդ կասեք, բա հեռուստացույցով տեսել ենք։ Հեռուստացույցով տենալը ուրիշ։ Երես առ երես տեսնելը լրիվ ուրիշ։ Մանավանդ են հին ժամանակվա թագավորներ, որ միապետ են եղել։ Գիտեք, քո մի վարմունքը, մի են հայացքը, մի խոսքը, դիտե նրա դուրը չգար, հաջորդ վարքյան դու չկայիր։ Թագավորի առջև կանգնել այդքան հեշտ չի եղել։ Վախ է եղել, սարսափելի է եղել։ Դրա համար թագավորի առջև մարդիկ սենց ուղիղ չեն կանգնել, մարդիկ ընկել են։ Եթե մեկ ուղիղ կանգներ, թագավորը մի անգամից նրա վիզը թռցնել կտար։
Թագավորները միշտ վախ տարածող են եղել։ Բայց Հիսուսը որպես թագավոր, թագավորների թագավոր, նա ուրիշ ձևի թագավոր է։ Նա այն թագավորն է, ոչ թե էլի մի երկու բառ ասեմ նորից ոչ թե շարունակեմ, հա։ Ես կարծում եմ բոլոր թագավորները սպանելու հնարավոր հրաման տվել են։ Ոմանց սպանել են, ոմանց տրորել են, ոմանց անարգել են եւ այլն, բայց Հիսուսը ոչ մեկին սպանելու հրաման չի տվել։ Այլ շարունակության մեջ գրված է. մեզ սիրեց մի թագավոր, որի մեջ սեր կա, իր արյունով լվաց։ Ես այս վերջերս մանավանդ շատ եմ հետաքրքրված այդ կլինիկական մահերով, մարդիկ օրերտում տերնում գալիս են։ Գիտեք Հիսուսի մասին ինչ են ասում։ Ասում է իր ներկայության մեջ վախ չկա։ Իր ներկայության մեջ սեր ես զգում, իր ներկայության մեջ ապահովություն կա։ Դու զգում ես քո մեղքերը, բայց դատապարտություն չկա իր հայացքի մեջ, իր խոսքի մեջ դատապարտություն չկա։ Այդպիսի թագավոր է Հիսուսը։ Մի հատ համեմատեք աշխարհի թագավորի եւ իր հետ։ Աշխարհի թագավորը քո վրա մի հատ բացասական բան տեսավ, հրամայում սպանվել, բանը, քեզ մերցնել։ Հիսուսը ինքը մեռավ իմ համար, քո համար։ Տեսեք, այս թագավորի եւ այն թագավորների տարբերությունը, եւ այս թագավորը երկրի թագավորների իշխանն է եւ մեր բարեկամն է։ Այսքանով դեռ չի ավարտվում։ Մեզ թագավորներ ու քահանաներ արեց Աստծո համար։ Այսինքն, ես ու դու, որ ոչ մի թագավորական արժեք չունեինք, ինքը որոշեց մեզ բարձրացնի իր նման, իր հետ թագավոր դարձնի։ Այն եկեղեցիների խոսքերի ժամանակ կհասնենք, որ ասում է, ինչպես ես իմ հոր աթոռը նստա, այնպես էլ ձեզ իմ աթոռը նստել պիտի տամ։ Ես էլ մի քանի համար եմ դուրս բերել։ Ելիս 19:6, առաջ Պետրոս 2:9, ես 5-րդ գլխի 10 համար, 26 համար, որ գրված է, մեզ թագավորներ եւ քահանաներ արեց, միշտեղ ասում է թագավորական քահանայություն։ Ես ուզում եմ այս քահանա բարի վրա էլ մի հատ կանգ առնեմ, թագավոր արդեն հասկանում եք ինչ։ Դե Հիսուսը մեզ որ անելու է թագավոր, իրան նման թագավոր անելու, ոչ թե այս աշխարհի թագավորների նման թագավոր։ Սիրո թագավորության մեջ է մեզ թագավոր անելու։ Մենք սիրո թագավորներ ենք լինելու։ Բայց քահանա բառն էլ, ես կարծում եմ, Աստվածաշնչի մեջ քահանա այս հասկացությունը, թագավոր հասկացությունից ավելի բարձր է։ Ասեմ ինչի համար, ես ոնց եմ հասկանում։ Այս հովվական դասընթացներից եմ սովորել, ուրեմն քահանա բառի թարգմանություն նշանակում է կամուրջ։ Բայց ոչ թե կամուրջ մի հատ դիետի վրա, այլ կամուրջ մարդ Աստված հարաբերության մեջ։ Քահանան մարդ Աստված հարաբերության կամուրջն, այսինքն այդ մարդուն կապողն է Աստծո հետ։ Եվ 5 տական քահանաների մասին ինչքան բան որ գրված, ալի հիշեք, քահանան իրան դիմողների համար մեղքի քավություններ կատարում։ Քահանան Աստծուն աղոթում էր մարդկանց համար բարեխոսում էր։ Քահանան Աստծո պատգամներ փոխանցում մարդկանց։ Քահանան մարդկանց սովորեցնում էր Աստծո կանոնները։ Մարդիկ հարցեր են ունեն, գնում են քահանայի մոտ, քահանան ինչ ասեր են պետք է անեին։ Նույնիսկ բորոտության հարցում քահանայի միջոցով էր Աստված այդ լուծումները տալի։ Այսինքն քահանան Աստծո է մարդու կապող օղակներ։ Եվ ասում եմ, մեզ քահանաներ արեց։ Այսինքն մեզ դրեց մի տեղ, որ մենք մարդ Աստված հարաբերության կապող օղակն ենք։ Եթե կա մեկը, որի համար դու ծառայում ես, նրան աշխատում ես կապել Աստծո հետ, դու նրա համար քահանա ես։ Եվ սա թագավորից մեծ արժեք է։ Թագավորը ընդամենը պիտի ղեկավարի, իսկ քահանան հոգի է փրկում։ Քահանան ուրախացնում է երկնքին։ Քահանան երկնքից պատգամ է բերում մարդկանց համար։ Եվ մեզանից յուրաքանչյուրը այդ տեղում ենք։ Աշխատի որևէ մեկի համար լինես այդ մարդը։ Աշխատի դու որևէ մեկին կապես Աստծո հետ, կամ Աստծո պատգամը հասցնես որևէ մեկին, բայց այնպես հասցնես, որ այդ պատգամը այս մարդու կողմից ընդունելի լինի։
Հաճախ ասում ենք, բայց այս մարդիկ չեն ընդունում, մեզ թվում արեցինք։ Չէ, իսկական անելն է, երբ որ հասնի տեղ, ինչ որ մի մարդ գոնե ընդունի։ Ամեն։ Մեզ թագավորներ ու քահանա արեց Աստծո համար։ Աստծուն, այսինքն մենք մարդկանց չենք ծառայում, Աստծուն ենք ծառայում։ Քահանան Աստծո ծառայողն էր մարդկանց համար։ Քահանային Աստված էր դնում, մարդը չէր դնում։ Եվ քահանան պատասխանատու էր Աստծուն, մարդուն չէ։ Եվ հատուկ նշված, ասենք ինչքան մարդիկ կոտորեցին թագավորները, բայց Սավուղը քանի որ մի քանի քահանա մերցրեց, հատուկ է գրված։ Սավուղի այդ քահանաներին մերցնելը ավելի մեծ մեղք էր, քան թե ինչքան սովորական մարդ մերցներ։ Որտեվ քահանան Աստծո համար մեծ արժեք ունի։ Քահանան Աստծո պատգամաբերն է, Աստծո ներկայացուցիչն է։ Աստված օրհնի ձեզ։ Ես առաջարկում եմ այստեղ այսօր կանգ առնենք, բայց եթե բան կա ասելու համեցեք, կանգ առնենք։ Դե առաջի օրը այսքան, բայց գնալու ավելի խորը տեղեր ենք մտնելու։ Ես հավատում եմ հայտնության գրքից մենք շատ ազդվելու ենք, միայն չգիտեմ կհասցնենք սովորել, երևի կեսից մտնենք արդեն այդ կյանքի մեջ, ինչ որ գրված է հայտնության մեջ, չգիտեմ։